Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք քամած մածունով և հավի մսով հիանալի աղցան։ Մնացեք ալիքի հետ և կտեսնեք պատրաստման ընթացքը։ Այս աղցանին յուրահատուկ համ է հաղորդում հավի միսը, որը որ մարինացնելու ենք, այնուհետև տապակենք։ Այստեղ ունեմ 700 գրամ հավի միս, ավելացնում եմ 1,5 թեյի գթալ աղ, կես թեյի գթալ հալեպի պղպեղ, 1 թեյի գթալ սև պղպեղ, այնուհետև ավելացնում եմ 3 պաչ սխտոր ճզմած վիճակով, ավելացնում եմ 2 ճաշի գթալ բուսայուղ, ձեր նախընտրած բուսայուղը օգտագործեք և ամենակարևոր մասը այստեղ օգտագործելու եմ Worcestershire սոուսը։ Ահա այս թանձրուկն եմ ավելացնելու 2 ճաշի գթալ, որը որ հիանալի համ է հաղորդելու հավի մսին։ Մի լավ խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները խառնված լինեն միասին, այնուհետև տեղափոխելու ենք սառնարան 2-ից 3 ժամ, կարող եք ավելի երկար պահել, լինում է ժամանակ, երբ որ նույնիսկ հաջորդ օրն եմ պատրաստում 1 օր մարինացնելուց հետո։ Հիմա տաքացրած թավայի մեջ ավելացրել եմ բուսայուղ, այնուհետև հավի միսը և սկզբում փակ կափարիչով եփում ենք 10 րոպե, այնուհետև կափարիչը վրայից վերցնում ենք և տապակում ենք ևս 10 րոպե։ Ահա այսպիսի տեսք պետք է ունենա հավի միսը, հրաշալի բուրմունք ունի այսպես մարինացված հավի միսը։ Այնուհետև կտեղափոխենք տարայի մեջ, կթողնենք հովանա և կանցնենք աղցանի պատրաստման ընթացքին։ Ավելացնում ենք 3 միջին չափի կտրտած վարունգ, ավելացնում ենք նաև 500 գրամ հատիկ լոբի եփված վիճակով և նաև ավելացնում ենք կես բաժակ կտրտած համեմ ու մաղադանոս։ Ահա սա մի կողմ կդնենք և կանցնենք մյուս բաղադրիչներին։ Այստեղ ունեմ 350 գրամ քամած մածուն, քամած մածունը կարող եք փոխարինել թթվասերով, այստեղ ունեմ կես թեյի գթալ աղ, կես թեյի գթալ խմելի սունելի, 1 թեյի գթալ սև պղպեղ և կես թեյի գթալ հալեպի պղպեղ։ Այս բոլորը միասին պետք է խառնենք, ավելացնում ենք նաև 2 պաչ սխտոր և մի լավ խառնում ենք, այս բոլորը պետք է այնքան խառնել, որպեսզի բոլոր բաղադրիչները մի լավ խառնված լինեն։ Քամած մածունի մեջ աղը ավելի քիչ կարող եք ավելացնել, որովհետև թթու վարունգը աղի է, իսկ նախապես հավի միսը համեմել ենք, այնպես որ այնքան աղ ավելացրեք, ինչքան որ ձեր քիմքին հաճելի է։ Հիմա բոլոր բաղադրիչները պետք է խառնենք իրար, այս քամած մածունի պարունակությունը նույնպես, այնպես խառնենք, որպեսզի լոբին չվնասվի, այսպես զգուշությամբ խառնում ենք։ Ահա տեսեք, բոլորը խառնված են, հիմա կտեղափոխենք նաև մատուցվող ափսեի մեջ։ Կարող եք այսպես կլոր ամանի մեջ լցնել, այնուհետև տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, որպեսզի ավելի գեղեցիկ մատուցենք աղցանը։ Ավելացնում ենք առատ կերպով մանր կտրտած սամիթ, սա պարտադիր է, այնպես որ եթե չեք ուզում աղցանը ձևավորել սամիթով, ուղղակի կտրտած սամիթը ավելացրեք կանաչիների հետ։ Ահա և պատրաստ է մեր համեղ աղցանը, պատրաստեք հենց այս բաղադրատոմսով, կարծում եմ ձեզ էլ դուր կգա այս համեղ բաղադրատոմսը։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվեք ալիքին, նաև սեղմեք զանգակ կոճակին։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։